Այսպես ուզում եմ ձեզ ներկայացնել մի փոքրիկ այսպես պատկերավոր նախորդ գծել եմ այս իմ գրատախտակը, այսպես ասած, նյութը հիմնականում նրա մասին է, թե որտեղից են մարդիկ ստանում էներգիաներ։ Մենք գիտենք, որ գոյություն ունեն դեպի երկիր մոլորակ եկող տիեզերական էներգիաները, այսպես ասած արարչական էներգիաները, եւ գոյություն ունի երկիր մոլորակի էներգիան, որը մենք գիտենք, այսպես ասած գայա էներգիա որպես, եթե մենք այստեղ գտարը վերցնում ենք, դուրս ենք բերում, մնում է այա։ Այան մենք գիտենք, որ արցախյան բարբառով կոչվում է մեծ տատիկ, մեծ կին, որը համապատասխանում է մեր երկիր մոլորակի իքական կանանցի էներգիային։ Մայր հողը դա այն սնուցող, կյանք տվող էներգիան է, որը նաև համապատասխանում է կնոջ էներգիաներին։ Իսկ արական էներգիան դա տիեզերքից եկող էներգիան է, մենք գիտենք, որ ըստ Աստվածաշնչի, նաև դա մենք ընդունում ենք որպես քրիստոնյաներ, որ արարչական էներգիայի միջոցով Մարիամ Աստվածածինը հղիացավ, Մարիամ Աստվածածինը այստեղ կարող ենք նաև ընդունել որպես երկիր մոլորակի էներգիա կրող կին, եւ եթե այսպես նայենք, այս երկու էներգիաները, երբ որ իրար միավորվում են, այստեղ ես նկարեմ, միավորվում են, ստանում ենք խաչ, ահա այստեղ, իսկ կենտրոնում սա մեր հավասարակշռության կետն է, ահա, այսպես, ես վիդեոյի միջով եմ նայում, դրա մի քիչ դժվար է գծերը անել, այսպես, ուրեմն անդրադառնամ այս էներգիաներին, ուրեմն մենք գիտենք, որ գոյություն ունի արարչական եւ երկիր մոլորակի էներգիան։ Ուրեմն մենք գիտենք երկու սիմվոլներ, սա ժամանակին նաև հայտնի է մարդկությանը, շատ հնուց է գալիս այս սիմվոլները, մինչև հիմա օգտագործվում են այս նշանները, խորհրդանշանը սա արական, խորհրդանիշը սա իքական, այսպես եթե դնում ենք գլուխները, արդեն դառնում է մարդու կերպար, հիմնականում զուգարանների վրա ենք մենք դա հանդիպում, այսպես, եթե մենք նայենք երկրից դեպի տիեզերք ուղղահայաց այս գիծը, դա արական էներգիան է, իսկ հորիզոնականը համապատասխանում է կանանցի էներգիային, ուրեմն այս հորիզոնականը գիծը, այսպես նշեմ, դա հենց համապատասխանում է այդ կնոջ էներգիաներին, քանի որ մենք, այսպես ասած, կանայք ստանում են էներգիաներ երկիր մոլորակից, այսպես ստանում եւ նաեւ տալիս են էներգիաներ դեպի ներքև, որովհետեւ այստեղ մեր հարաբերությունը վերևի հետ, այստեղ երկու կետով, ոնց որ ավելի կպած հողին, մի կետով դեպի տիեզերք, դա նշանակում է կարևորագույն, ուրեմն կետերը, կենտրոնները գտնվում են ներքևում, դա հենց ծննդաբերության խորհրդանիշն է, կյանքի շարունակականության խորհրդանիշն է, ամբողջ այս էներգիաները կուտակված են դեպի ներքև։ Իսկ տղամարդկանց մոտ ամբողջ էներգիաները կուտակված են վերևում, որտեվ գիտելիքը հիմնական տղամարդիկ են ժամանակին տիրապետել, դա մենք արդեն գիտենք, բոլոր հոգևոր ուսուցիչները հիմնականում եղել են տղամարդիկ, որտեվ այն ժամանակները, հին ժամանակներում ավելի շատ տղամարդիկ են կարողացել հնարավորություն ունենալ ուսում ստանալու, արական էներգիաները ավելի ակտիվ են եղել, իսկ հիմա նոր ժամանակներում, քանի որ հայա գիտակցությունը երկիր մոլորակի ոգին, այսպես ասած, ակտիվացել է, հիմա ավելի շատ դոմինանտ են կանայք, կանանցի էներգիաները ակտիվացել են, որը իր հետ բերում է նաև հանգստություն, խաղաղություն,
զգացմունքային ավելի դրական միտում ունեն, դա նրանից է, որ էներգիաներն են այս նոր ժամանակներին հատուկ։ Ուրեմն ինչն է նաև շատ հետաքրքիր, որ մեր ներկայիս ժամանակներում ավելի շատ կանայք են կարողանում շատ կապ ստեղծել երկիր մոլորակի, այսպես ասած, էներգիաների հետ, բայց նաև հնարավորություն ունենում նաև օգտվել տիեզերքից եկող ինֆորմացիաներին, այս կապը կա։ Վերև ներքև, երևի այսքանը, իսկ խաչի մասին ինձ թվում է հետո կբացատրեմ, այստեղ արական և իգական էներգիաների միասնությունը, որը կենտրոնական հավասարակշռման կետը համընկնում է սրտի կենտրոնին կամ արևային հյուսակին, սա առանձին նյութ կանեմ երևի, որ ավելի պարզ լինի։